Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում եւ առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ դիտել մեզ եւ լսել։ Տեսագրություն ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եթե բաց եք թողնում ուղիղ եթերը, հնարավորություն կա լրացնելու ցանկացած թեմա, որ մենք քննարկել ենք, եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ, հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, այստեղ եւս մեզ կգտնեք live stream-ի տարբերակով, կկարողանաք դիտել, լսել, իդեպ նաեւ մեկնաբանություններում հարցեր կամ դիտարկումներ թողնել։ Թեման նեղ մասնագիտական է, ինչպես նոր մենք լոգոպեդի հետ մի փոքր քննարկեցինք, բայց կարծում եմ շատ օգտավետ է նաև ծնողներին։ Բաց են փակագծերը, ինչի մասին է խոսքը, երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնի լոգոպեդ, վարքային թերապիստ Աննա Հոսեփյանի հետ, ողջույն Աննա։ Ողջույն Լուսի։ Մենք զրուցելու ենք մի այնպիսի մեթոդաբանության կամ ծրագրի կամ գործիքակազմի հավաքածուի, եթե կարելի է այսպես ասել, որի անունն է կիրառական վարքային վերլուծություն ԿՎՎ, վերջերս շատ է սա արդեն պտտվում ձեր շնորհիվ մասնագետների, ես հիշում եմ դեռևս 15-20 տարի առաջ, չգիտեմ, մենք չենք էլ կարող երազել նման բազմաշերտ, բազմամասնագիտական մոտեցման մասին աուտիզմ ունեցող, աուտիստիկ որևէ աստիճան, սիմպտոմատիկա, ասպերգերի համախտանիշի որևէ տեսակ ունեցող երեխաների համար, որը կսովորեցներ ծնողներին, լոգոպեդներին, վարքային թերապիստներին, մանկական հոգեբաններին հավաքվել, միավորվել, ահա այս խնդիրն ունեցող երեխայի կամ անձի շուրջ, ավելի լավ է անձ ասենք, որ տարիք է ստեղ շատ։ Այո, չնեղացնենք։ Եվ այսպես, ասեմ ինձ որպես առողջապահական լրագրող, որ բառն է շատ հետաքրքրում այստեղ, դա կիրառական բառն է, որովհետև մենք տեսություն կարդում ենք անվերջ, Վիկիպեդիան մեզ օգնական, ԱՀԿ-ն կա, տարբեր այդպես տեսական տեքստերի մենք շատ կարող ենք հանդիպել, բայց միևնույն է, ամենադժվար մասը մնում է այդ ամենի կիրառումը իրական կյանքում։ Խնդրում եմ, ահա կիրառական վարքային վերլուծություն բառակապակցություն ներկայացնել ու շեշտը դնելով հետո նաև կիրառականի վրա։ Շատ լավ, շնորհակալություն։ Տեսեք, կիրառական վարքային վերլուծությունը ինքը գիտահեն մեթոդ է, որը հիմնված է բիոռիզմի սկզբունքի հիման վրա։ Եվ եթե հոգեբանության տեսանկյունից ենք մենք դիտարկում, այն ուսումնասիրում է երեխայի անձի վարքագիծը ամբողջովին։ Եվ այո, դուք շատ ճիշտ բառը շեշտադրեցիք, կիրառական, քանի որ կիրառական վարքային վերլուծությունը ունի հստակ չափելի գործիքակազմ, որի հիման վրա մենք կարողանում ենք միջամտությունը կիրառել դիտարկման, տվյալների հավաքագրման եւ վերլուծության հիման վրա եւ ոչ թե ենթադրությունների հիման վրա։ Եվ այն մասնագետները, ովքեր աշխատում են այս մեթոդով, նրանք պատասխանում են հետեւյալ հարցերին, ոչ թե երեխան Այդտեղ երեխան անհանգիստ է, այլ ինչու է երեխան անում այդ վարքը, որն է դրդապատճառը, երբ է անում այդ վարքը եւ որքան հաճախականությամբ է անում այդ վարքը։ Եվ այս տվյալների հավաքագրումը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ միջամտություն ցուցաբերել, վարքային ռազմավարություն մշակել, որի հիման վրա նվազում է այն բացասական վարքաձևերը, որոնք խանգարում են երեխային Այսինքն նաև անձին իր զարգացման ընթացքում եւ ավելացնել այն դրական ընդունելի վարքաձևերը, որոնք կյանքը ավելի երեխայի անձի կյանքը դարձնում են ավելի լիարժեք եւ երեխան կարողանում է ընդգրկվել սոցիալական միջավայր։ Իհարկե կիրառական վարքային վերլուծությունը պետք է ասեմ, որ միայն ֆունկցիոնալ վարքի գնահատումը չի իրենից ենթադրում, այն ենթադրում է նաև ուսուցման հմտություններ, այսինքն կիրառական վարքային վերլուծության մեջ ընդգրկված է ուսուցումը, տարբեր հմտությունների ուսուցումը, դրանք կարող են լինել ակադեմիական գիտելիքների ուսուցումը, ինքնասպասարկման, հաղորդակցման, սոցիալական հմտությունների ուսուցանումը, խաղային հմտությունների ուսուցանումը, այսինքն ամբողջական զարգացում է տալիս երեխային
եւ ամենակարևորը այն հնարավորություն է տալիս նաեւ ընդհանրացնել այս հմտությունները, ընդհանրացնել այն միջավայրում, որտեղ երեխան գտնվում է։ Դա կարող է լինել տունը, դպրոցը, մանկապարտեզը, հասարակական տարբեր միջավայրեր։ Եվ ի դեպ հատկապես հաշվի առնենք, որ այս տիպի խնդիրներ ունեցող երեխաների ու անձանց մենք չենք տեսնում գրեթե հանրային վայրերում։ Միգուցե խնդիրը հենց սա է, որ նրանք արդյունավետ չեն կարողանում յուրացնել սոցիալապես ընդունելի վարքաձևեր, որոշակի կառավարել անընդունելիները եւ շատ բարդ է ստացվում օրինակ ծնողի համար սրճարան գնալ կամ խաղահրապարակ գնալ աուտիզմի որևէ աստիճանի խանգարում ունեցող երեխայի հետ եւ ստացվում է, որ նրանք բավականին դուրս են մնում ընդհանուր հանրության կյանքից, ժամանցից, ուսման պրոցեսից։ Իրականում կա այդպիսի խնդիր, Լուսի ջան, բայց եթե մի փոքր տարբերություն դնենք նախկինում եւ հիմա, փոխվել է մի փոքր միջամտության նաեւ ձևերը, այսինքն այս երեխաների իրազեկումը քանի որ շատ է եւ մարդիկ շատ դեպքերում գիտեն, եթե տեսնում են աուտիզմ ունեցող երեխա, ինչպիսի մոտեցումներ կարող են ցուցաբերել ծնողները շատ դեպքերում արդեն ավելի գիտելիքներով լի են եւ փորձում են նաեւ երեխաներին ուսուցանել եւ սովորեցնել տանը, ինչպես նաեւ հասարակական այն միջավայրում ընդունելի վարքաձևերը, իհարկե մասնագետների նաեւ շնորհիվ, քանի որ շատ կարեւոր է մասնագետի եւ ծնողի փոխհամագործակցությունը։ Եթե մասնագետը երեխային ուսուցանում է այնպիսի ընդունելի սոցիալական վարքեր, որ երեխան դա կարողանա միջավայրում կիրառել, շատ կարեւոր մեծ ներուժ է նաեւ ծնողին ուսուցանելը։ Բայց սա խիստ մասնագիտական չէ, այսինքն բարդ չի արդյոք ծնողին յուրացնել մի փոքր լոգոպեդական գիտելիք, մի փոքր վարքային շտկման գիտելիք եւ այլն, արդյոք դուք սա իրատեսական եք համարում։ Տեսեք, երբ ընտանիքում ցավոք սրտի ծնվում է զարգացման դժվարություն կամ խնդիր ունեցող երեխա, սա ընտանիքի բոլոր անդամների խնդիրն է դառնում։ Եվ այս կամ այն չափով անկախ նրանից ծնողը դառնում է այդ խնդրի կրողը եւ ծնողը սկսում է ինքը ուսուցանել, ինքը սովորել եւ շատ պարագաներում ծնողների մեծ մասը ինչ որ չափով հավասար դառնում են մասնագետ, որովհետև իրանք անցնում են այդ դժվարին ճանապարհը, իրենք մշտական խորհրդակցության մեջ են լինում մասնագետների հետ եւ ունենում են շատ մեծ գիտելիքների բազա։ Եվ եթե այս բարգայում մասնագետը մշտական լինում է ծնողի կողքին եւ ճիշտ ուղղություն է ցուցաբերում, հետեւաբար այդ գիտելիքները ավելի ճիշտ են կիրառվում եւ ծնողը ավելի ճիշտ է կարողանում կառավարել եւ իր երեխայի վարքը եւ ապահովել նաեւ զարգացումը։ Ես շատ եմ կարևորում այն գիտելիքները, որը ձեռք է բերում ծնողը իր փորձից եւ նաեւ ակադեմիական գիտելիքներով մշտական ուղղորդում լինի մասնագետի կողմից, որովհետեւ ծնողը որքան էլ այդ գիտելիքներով զինված լինի, ինքը ամենաառաջինը ծնող է, մայր է կամ հայր է, որ շատ պարագաներում ունենում է հուզական լարվածության շրջաններ, սպառվածություն, այո, շատ դեպքերում այս ճանապարհը բավականին բարդ է, երբեմն ունենում են հիասթափություններ, երբեմն լինում է ակնկալիքների չարդարացում, հոգեբանական տեսանկյունից երբեմն շատ բարդ է լինում ծնողների համար, եւ այս պարագայում մասնագետի մշտական օգնությունը ծնողին շատ կարեւոր է եւ այս դեպքում մեծ առաջընթաց ենք մենք տեսնում։ Վերադառնանք հենց ԿՎՎ-ին, կիրառական վարքային վերլուծություն, ահա այս ծրագրին, եթե կարելի է այսպես անվանել, ինչ մասնագետներ կարող են այս ծրագիրը յուրացնել, սովորել բաժին առ բաժին, դարձնել իրենց աշխատանքի գործիքներից մեկը եւ հաջողությամբ կիրառել։ Ում է ցուցված կոպիտ ասած այս ծրագիրը։ Կիրառական վարքային վերլուծությամբ կամ ABA-հով հիմնականում աշխատում են վարքային թերապիստները, սակայն Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ մի բարձրագույն ուսումնական հաստատություն, որը դիպլոմավորված մասնագետներ է տալիս, սակայն վարքային թերապիստ կարող են դառնալ այն անձինք, ովքեր որ նախ առաջինը ցանկություն ունեն, երկրորդը անցնելով որոշակի վերապատրաստումներ, սուպերվիզիաներ, կարող են ստանալ համապատասխան լիցենզավորում, որի
հիման վրա իրենք կարող են աշխատել որպես վարքային թերապիստ։ Իհարկե այդ լիցենզավորումը փուլ առ փուլ է տեղի ունենում եւ հիմնականում դեռևս մասնագետները այդ լիցենզավորումը ստանում են արտասահմանում, որի հիման վրա իրենք կարող են որպես վարքային թերապիստ աշխատել կամ այն վարքային վերլուծաբանների կողմից, ովքեր ունեն արդեն այդ լիցենզիան եւ կարող են իրենք էլ սուպերվիզիա անել եւ ուսուցանել այն մասնագետներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել այս ընդոր մասնագիտությունը։ Բայց ինչպես հասկացա, կարելի է նաև նախքան հենց պաշտոնապես լիցենզավորումը արդեն իսկ յուրացնել որոշակի հմտություններ, ակադեմիական գիտելիքներ եւ գործիքներ ու կիրառել երեխայի ծնողի հետ աշխատելիս, ճիշտ ենք պատկերացնում։ Վարքային բազային հիմունքները ես որպես մասնագետ կարծում եմ, որ պետք է տիրապետի յուրաքանչյուր մասնագետ հատուկ կրթության ոլորտի։ Դա կարող է լինել լոգոպեդը, կարող է լինել էրգոթերապիստը, հատուկ մանկավարժը, հոգեբանը, ինչու, որովհետև եթե մենք աշխատում ենք հատուկ կարիք ունեցող երեխաների հետ, մասնապես աուտիզմ ունեցող երեխաների հետ, այս բալիկները սովորաբար ունեն մեծ խնդիրներ բացասական վարքաձևերի դրսևորման ուղղվածությամբ եւ չկա այնպիսի հստակ բանաձև, որի հիման վրա մենք կարող ենք ասել, որ վարքային թերապիստը շտկում է անցանկալի բացասական վարքաձևը եւ հետո կարող է միանալ մնացած այլ մասնագետները։ Հատուկ կրթության ոլորտի յուրաքանչյուր մասնագետ բազային հիմունքները պետք է իմանա վարքային ճիշտ մոտեցումների, որպեսզի կարողանա իր նեղ մասնագիտական աշխատանքը ճիշտ իրականացնել, քանի որ երեխան այդ նույն բացասական վարքաձևերը հնարավոր է նաև կարող է ցուցաբերել այլ մասնագետների մոտ նույն զարգացման խնդիրները, որով եւ ծրագիրը, որը կազմում է վարքային թերապիստը, շատ դեպքերում դրա բազային գիտելիքները նաև պետք է իմանա հարակից նեղ մասնագետները, որպեսզի կարողանան ճիշտ մոտեցումներ ցուցաբերել երեխային։ Փաստորեն, այս ծրագիրը անկախ լիցենզավորումից կարող են սովորել յուրացնել գոնե բազային չափով լոգոպեդները, մանկական հոգեբանները, զարգացման հատուկ մանկավարժները եւ նման այլ անգամ ծնողները իրենց իսկ օգտի եւ երեխաների եւ բացի դրանից մենք գիտենք, որ կրթությունը ինքը շարունակական է եւ յուրաքանչյուր փուլում ես համարում եմ, որ շատ կարեւոր է նոր գիտելիքների ուսուցանումը, նոր մեթոդների տիրապետելը, որը ամենաառաջնայինը իշահ երեխայի է գնում։ Եթե մենք ուզում ենք տեսնել երեխայի առաջընթացը, մենք մշտական պետք է թարմացնենք մեր գիտելիքները, մենք մշտական պետք է կատարենք փորձի փոխանակում եւ միայն այս ճանապարհով է հնարավոր ավելի արդյունավետ եւ ճիշտ մոտեցումներ ցուցաբերել երեխայի հետ աշխատանքում եւ տեսնել այն պտուղները, քաղել այն պտուղները, որոնք որ մենք ուզում ենք տեսնել։ Իդեպ, պտուղների մասին մի հարց, որը ես համացանցում հանդիպել եմ բավական հաճախ ABA-ի վերաբերյալ ԿՎՎ-ի նույն ինքը, որ արդյոք չեք կարծում այս հմտություններով երեխայի հետ աշխատելը բերում է նրա շատ մեխանիկական առանց մտածելու վարժեցման, այլ ոչ խորապես հասկանալով, ինչ որ խորքային ներքին փոփոխություններ գրանցելով, երեխայի իսկապես աճ ապահովելով։ Այս կասկածը բավականին դեռ պահպանվում է եւ ծնողների եւ այլ մասնագետների մոտ, որտեղ դա շատ մեխանիկական վարժեցում է։ Ինչ կասեք այս մասին։ Դուք իրավացի եք, կա դեռևս այդպիսի թյուր կարծիք եւ մասնագետների եւ ծնողների կողմից, որ RBA-ը ինքը արհեստական է մի փոքր եւ մեխանիկական միջամտություն։ Հրահանգներ կատարում, մեխանիկական գործողություններ։ Բայց պետք է նշեմ, որ եթե մենք ճիշտ ենք իրարում եւ ճիշտ ենք աշխատում ABA-ի սկզբունքներով, ABA-ի սկզբունքների հիմքում նաեւ ընկած է բնական ուսուցանումը։ Եթե մենք ճիշտ ենք իրարում եւ բնական ուսուցումը, դա բնական միջավայրում սովորեցնել երեխային այն հմտությունները, որոնք երեխան դժվարություն է ունենում, հա։ Ես կարող եմ ձեզ օրինակը բերել խոսքի զարգացման ուղղվածությամբ։ Եթե մենք աշխատանք ենք տանում խոսքի ընկալողականության վրա, իսկ ABA-ը ինքը այնպես է, որ բոլոր հիմնական հմտությունները իր մեջ ուսուցանում է։
եւ խոսքային հմտությունը, եւ ինքնասպասարկումը, եւ սոցիալական, եւ խաղը, որը նաեւ բնական ուսուցանում է։ Եթե խոսքի զարգացումը նպատակները սահմանվում են բնական իրավիճակում, եթե ես երեխային ուսուցանում եմ ընկալողականությունը, որովհետեւ մի կատեգորիան է մտքերի ուսուցանումը եւ այլն, բնական խաղային իրավիճակում, այստեղ չի կարող հարց գնալ արհեստական կամ մեխանիկական միջամտության մասին։ Առավել եւս օրինակ ստիպողական, որ արա այսինչը կլինի քո համար, քեզ համար Տեսեք, լավ խրախուսանք շատ կարևոր։ այդ պահն էլ էլի Տեսեք, սա մխիթարել մի մեզ։ փոքր թյուր կարծիք, որովհետև շատ դեպքերում խրախուսանքը սխալ պատկերացում ունի մասնագետների եւ երբեմն նաեւ ծնողների կողմից։ Խրախուսանքը ինքը շատ կարևոր գործառույթ է, որովհետեւ եթե մենք դիտարկենք, մեզ նույնպես շատ կարևոր է, որպեսզի մեր աշխատանքի մեջ խրախուսեն մեր կատարած որևիցե մի գործողության համար, որը մեզ համար այս փուլում կարող է դժվար է։ Թե չէ բոլորս անվճար կաշխատենք։ Այո, նույնը փորձենք դիտարկել երեխայի տեսանկյունից։ Այն հմտությունը, որը մենք փորձում ենք ուսուցանել եւ սովորեցնել երեխային, մենք պետք է հասկանանք, որ այս փուլում երեխայի համար դժվար է այդ հմտությունը ուսուցանել, որովհետեւ դա իր համար տրված չէ, ինքը դա չի կարողանում կատարել։ Երբ որպեսզի մենք այդ ճանապարհը իր համար դարձնենք հեշտ, ցույց տանք, որ դա հեշտ է, սկզբնական շրջանում կարևոր է, որպեսզի երեխան հասկանա ինչի համար է ինքը դա կատարում, որևիցե մի խրախուսանք, որի համար ցանկալի է, այդ խրախուսանքի համար ինքը փորձ կատարի այդ դժվարությունը կարողանալ հաղթահարել։ Եվ գրագետ խրախուսանքի կիրառումը միանշանակ օգնում է եւ ոչ թե խանգարում է եւ այդ վարժեցման փուլը չի լինում, որովհետեւ խրախուսման տարբեր տեսակներ կան եւ միանշանակ խրախուսանքը ինքը փոխվում է աստիճանաբար վերածվելով պարզապես խոսքային խրախուսանքների ապրես, կեցես, բայց խրախուսանքը շատ կարևոր դերակատարում ունի։ Փաստորեն կան նաև վնասակար եւ ոչ այնքան նպատակային ու իմաստավրեպ խրախուսանքներ, կաշառքների նման, հա, այդպիսի սխալներ անում են ծնողները։ Ոչ թե սխալ խրախուսանքներ կան, այլ ձևերն են սխալ երբեմն կիրառվում։ Միջամտության ձևերն են սխալ կիրառվում։ Եթե մենք ճիշտ ենք ընտրում խրախուսանքը, եթե մենք ճիշտ ենք կազմակերպում այդ գործընթացը, հետեւաբար ինքը չի կարող ճիշտ կազմակերպված սխալ կազմակերպված լինել։ Կիրառական վարքային վերլուծություն նույն ինքը ԿՎՎ-ն, եթե մեզ հիմա լսում են տարբեր ծնողներ, մասնագետներ, հարակից, լոգոպեդական եւ մանկավարժական տարբեր ուղղվածության եւ ցանկություն հայտնեն օրինակ դա յուրացնելու, սովորելու, ինչ խնդիրներով երեխաներին է դա ուղղված լինելու։ Միգուցե հիմա ներկայացնենք այն գանգատները, այն վարքաձևերը, որոնք պետք է կասկած առաջացնեն ցանկացած մասնագետի մոտ, ծնողի մոտ եւ իրենք կապը տեսնեն, ահա, այստեղ կարելի է արդեն անցնել ԿՎՎ-ի կիրառմանը։ Տեսեք, վարքային թերապիան հիմնականում ցուցված է լինում հատուկ կարիք ունեցող երեխաներին, մասնապես աուտիզմ ունեցող երեխաներին, կարող է հոգեխոսքային զարգացման հապաղում ունեցող երեխաների հետ աշխատանքի ընթացքում, ինչպես նաև վարքային թերապիա աշխատանք է տարվում նաև տագնապների, վախերի, կախվածությունների դեպքում, եւ ուզում եմ այստեղ կարևոր եւ մեծ ուշադրություն դարձնեմ հետեւյալ հարցին, որ հատուկ կարիք ունեցող երեխաները նույնպես ունենում են եւ տագնապներ, եւ վախեր, եւ կախվածություններ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի մասնագետը կարողանա կիրառական վարքային վերլուծության շրջանակներում կարողանա ճիշտ մոտեցումներ ցուցաբերել նաև այս երեխաների տագնապների, վախերի, կախվածությունների հետ աշխատանքի ընթացքում, որովհետև որքան էլ երեխան ունի զարգացման խնդիր, միևնույն է երեխան անցնում է զարգացման փուլերը, ճգնաժամային դեռահասություն, պատանեկություն եւ այլն, եւ երեխան ունենում է եւ նույն տագնապները, նույն վախերը, նույն կախվածությունները, եւ այստեղ կարեւոր է մեզ օգնության է գալիս կիրառական վարքային վերլուծությունը, հասկանալ այս պարագայում ինչպես օգնել կրթության արժանապատվության պայմանների կարիք ունեցող երեխային հաղթահարել տագնապները, վախերը, տարբեր տեսակի կախվածությունները։ Աննա, այ կարմիր գծով նշվում են վախերն ու տագնապները եւ կախվածությունները։ Ձեր փորձն ինչ է հուշում։ Սովորաբար ինչ բնույթի կամ վախն ինչից, ինչ երևույթներից, ինչ գործողություններից մարդկանցից է ամենահաճախ հանդիպում եւ այդ ինչ կախվածությունների մասին է խոսքը։
Ձեր շատ պրակտիկ այսպես դիտարկումները։ Տեսեք, վախերը հիմնականում քանի որ աուտիզմ ունեցող երեխաները հիմնականում ունենում են զգայական որոշակի խնդիրներ։ Կարող են ձայների նկատմամբ բավականին գեր զգայուն լինել, հա, կարող են ամենասովորական կենդանիների նկատմամբ ունենալ էլի զգայական որոշակի խնդիրներ եւ ցուցաբերել վախեր։ Եվ անորոշության զգացողությունից երբեմն երեխայի մոտ կարող են առաջանալ վախեր, որովհետև ինքը չի կարող հասկանալ ինչ կարող է իր հետ կատարվել այդ միջավայրում կամ այդ գործողության ընթացքում։ Եվ այստեղ երեխայի դիտվում են երեխայի վախերի հետևանքով առաջանում է տագնապայնություն, երեխայի մոտ բարձրանում է տագնապայնությունը, լարվածությունը եւ երեխան ցուցաբերում է բացասական վարքաձև։ Մենք միայն տեսնում ենք բացասական վարքը, որը կարող է դրսևորվել աղմուկի, աղաղակի, ագրեսիայի, փախուստի տեսքով։ Երբ որ մենք հասկանում ենք այդ բացասական վարքի հետևանքով ինչն է թաքնված վախը, որի հետևանքով առաջացել է տագնապայնություն, մենք արդեն աշխատանք ենք տանում այդ վախերի նվազեցման հետ կապված։ Կախվածությունների հետ ինչը կարող եմ ամենառաջնային նշել, դա հեռախոսներից, պլանշետներից կախվածությունն է։ Դասական զարգացման երեխաների մոտ է արդեն իսկ լուրջ խնդիր, պատկերացնենք այս երեխաների բալիկներն էլ ունեն երբեմն կախվածություն եւ հեռախոսներից եւ պլանշետներից եւ սա շատ դեպքերում բերում է բացասական վարքյաձևերի, որովհետեւ դրանց բացակայությունը կամ դրանց հեռացումը իր միջավայրից երեխայի մոտ նորից առաջացնում է տագնապայնություն, լարվածություն, երեխան չի կարողանում բացատրի ինչ է ուզում եւ սա արդեն բերում է խնդրահարույց վարքաձևերի առաջացմանը։ Եվ այս պարագայում նույնպես պետք է աշխատանք տանել հենց այդ կախվածությունների հետ կապված, որպեսզի դրանք նվազեն, դրանք ամենակարևորը վերահսկելի լինեն ծնողների եւ մասնագետների կողմից։ Այստեղ երբեմն բացը լինում է, որովհետև մենք չենք կարողանում հասկանալ ինչպես աշխատել երեխաների տագնապների, վախերի եւ կախվածությունների հետ։ Շատ հաճախ լսում ենք, որ եթե մի բան հանում եք երեխայի կյանքից, պետք է կոմպենսացնել մեկ այլ գործողությամբ, մեկ այլ ինչ-որ զբաղմունքով եւ հետաքրքրություններով, սա այստեղ եւս աշխատում է։ Այո, աշխատում է, ինչու բացատրեմ, որտեղ աուտիզմ ունեցող երեխայի օրը պետք է լինի հագեցած զբաղվածությամբ։ Եթե երեխայի օրը հագեցած չի լինում զբաղվածությամբ, երեխան ունենում է բավականին ազատ ժամանակ։ Եվ ցավոք սրտի պետք է մենք նշենք, որ եթե նորմատիպիկ զարգացում ունեցող երեխան կարող է գտնել իր համար իրեն հետաքրքրությունները, մի փոքր աուտիզմ ունեցող երեխաները ինքնուրույն շատ դժվարությամբ են գտնում հետաքրքրություններ իրենց համար։ Եվ եթե անգամ հետաքրքրությունը գտնում են, միգուցե գտնի այնպիսի հետաքրքրություն, որը ի վնաս իրեն կարող է լինել։ Դա կարող է լինել միևնույն գործողությունը մշտական կատարելը։ Դա կարող է լինել նույն հեռախոսի շուրջ անընդհատ գտնվելը կամ պլանշետի շուրջ անընդհատ գտնվելը։ Եվ եթե մենք չենք ապահովում երեխայի զբաղվածությունը, եթե հանում ենք որևէ մի թեկուզ վնասակար զբաղվածություն կամ հետաքրքրություն, մենք միանշանակ պետք է մտցնենք երեխայի օրվա ռեժիմի մեջ այնպիսի հետաքրքրություն, որը նաև իրեն չի վնասի, այլ ընդհակառակը կօգնի։ Սա իհարկե երբեմն շատ բարդ է կատարելը, չափից դուրս բարդ է կատարելը, որովհետև ընտանիքում, տանը ծնողները նաև ունենում են հարակից այլ գործեր, կենցաղային գործեր եւ այլն, եւ մշտական 24 ժամ, այո, սա ապահովելը երբեմն բարդ է լինում, բայց իհարկե անհնարին ոչինչ չկա, ցանկության դեպքում հնարավոր է ճիշտ կառավարել։ ԿՎՎ-ն կիրառական վարքային վերլուծությունը դուք նշեցիք, որ գիտահեն է համարվում, հետևաբար ենթադրում եմ նրա արդյունավետությունը եւս բարձր է, եւս որոշ վիճակագրական տվյալներով ամրագրված է, ապացուցված է, իսկ ինչ կասեք կիրառելու տևողության մասին, այսինքն օրինակ, եթե ձեր նշված խնդիրներով երեխայի հետ մասնագետը կամ ծնողը կամ երկուսը իրար հետ սկսեցին աշխատել այս մեթոդաբանությամբ, դա ամբողջ կյանքի համար է, թե վերջավոր ուսուցանում է, ինչպիսին է դրա արդյունավետությունը։ Ես նշեցի, որ կիրառական վարքային վերլուծությունը նաև ուսուցանում է, այն ունի հստակ ծրագիր եւ այդ ծրագիրը կազմվում է, որի հիման վրա ուսուցանում են տարբեր հմտություններ։
Եվ այդ ծրագրի փոփոխությունները եւ նպատակների սահմանումները պայմանավորված են լինում արդյունքներից, որոնք գրանցվում են, երբ որ երեխայի հետ աշխատանք ենք տանում։ Եվ երեխայի եւ կարողությունների եւ տարիքին համապատասխան իհարկե դրանք փոխվում են։ Եվ մենք չենք կարող ասել, որ գալիս է մի ժամանակահատված կամ մի ժամանակահատված, եւ կիրառական ABA-ը կարող է դադարել երեխայի համար աշխատել։ ABA-ը աշխատում է յուրաքանչյուր տարիքում։ Վաղ միջամտությունից սկսած, դպրոցական տարիքից սկսած, դեռահասություն, պատանեկություն եւ ավելի բարձր տարիքում ABA-ը նույնպես աշխատում է։ Պարզապես փոխվում են նպատակները։ Այսինքն սա դառնալու է տվյալ ծնողի կամ տվյալ անձի երեխայի դեռահասի կենսաձև, Այո, մենք կարող ենք ասել կենսաձև, որ իրենք ապրում են այդ կերպ, այդ կանոններով, այդ կոնցեպտի մեջ։ Իսկ գալիս է ժամանակաշրջան, երբ օրինակ ծնողը կամ նրա աշխատանքը երեխայի հետ այնքան բնականon եւ սովորական է դառնում, որ առանձնապես էլ մասնագետների կարիք իրենք չունեն, ինչպես դուք ասացիք, ծնողը ինքը դառնում է որոշ չափով մասնագետ իր, ասենք, զավակի կամ խնամքի տակ գտնվող երեխայի համար, այդպես լինում է։ Տեսեք, եթե մենք աշխատում ենք հատուկ կարիք ունեցող երեխայի հետ, պետք է փաստեմ, որ մասնագետի օգնությունը երեխայի եւ ընտանիքի կյանքում ես կարծում եմ, որ մշտական անհրաժեշտություն է լինում։ Քանի որ մենք աշխատում ենք ընտանիքի հետ եւ շատ կարեւոր է ընտանիքի հոգեբանական աջակցություն ցուցաբերելը յուրաքանչյուր փուլում եւ չկա այնպիսի մի փուլ, երբ կարող ենք ասել մասնագետը կարող է արդեն անելիք չունենալ ընտանիքի կամ երեխայի հետ, ցավոք սրտի։ Այսինքն որոշակի մոնիթորինգ, դինամիկ հսկողություն եւ գոնե բարբերական խորհրդատվություն, ծնողավարական կամ մասնագիտական Դինամիկ հսկողությունը Լուսի ջան մշտական է անհրաժեշտ, մշտական անհրաժեշտ է եւ մենք մասնագետներս շատ դեպքերում ավելի շատ կոնտակտ եւ ամենաարդյունավետ ու ամենադժվար աշխատանքը ծնողի հետ աշխատանքն է եւ այդ դինամիկ վերահսկողությունը շատ կարեւոր է մշտական ծնողի հետ իրականացնել, որպեսզի երեխայի զարգացման արդյունքները ավելի ճիշտ տեսնենք։ Իսկ այս ծրագիրը սովորելը, յուրացնելը մասնագետների, ծնողների համար չեմ ասում, որովհետև այնտեղ կարծում ըստ ցանկության եւ ըստ անհրաժեշտության է, բայց եթե օրինակ հարակից կամ բուն մասնագետն ուզի այս ծրագիրը յուրացնել, ինչ ժամկետի մասին է խոսքը, ասենք, կես տարի, թե 1 տարի, թե կուրս օրինակ 3 ամսյա, ինչ կասեք։ Տեսեք, եթե մենք դիտարկենք բազային գիտելիքների ուսուցանումը, բազային գիտելիքների ուսուցանումը իրենից չի ենթադրում շատ մեծ տևողություն։ Բազային գիտելիքների ուսուցանումը կարող է ինձ ենթադրել 2-3 ամսվա տևողություններ, բայց եթե իրենից ենթադրում է խորացված դասընթաց եւ մասնագետը ուզում է ամբողջովին տիրապետել այս մասնագիտությանը, այս բարակայում իրենք ինձ ենթադրում են փուլեր եւ իհարկե շատ տևական ժամանակահատված է անհրաժեշտ, որպեսզի դառնալ եւ վարքային թերապիստ, հետագայում որպես վարքային վերլուծաբան եւ որպես սուպերվայզեր։ Եվ գնալ դեպի լիցենզավորում ու արդեն հետո կարողանալ նաեւ ինքդ սովորեցնես։ Այո։ Հա, սա 2-3 ամսում արդեն հնարավոր չէ։ Ոչ, միայն բազային գիտելիքներն են հնարավոր, որը կօգնի մասնագետին իր պրակտիկ աշխատանքում ճիշտ կիրառել, որտեղ մեր մասնագետները շատ դեպքերում բախվում են խնդիրների հետ, որտեղ լուծումները չեն գտնում։ Եվ այդ լուծումները շատ դեպքերում պետք է սովորեցնել մասնագետներին, որ կարողանալ գտնել այդ լուծումները։ Նաև ճանաչել ու տարբերակել, սա այն խնդիրն է, որի վրա կաշխատի այս գործիքակազմը։ Եվ ճիշտ ուղղորդումներ տալ։ Նաև կարևոր է ճիշտ ուղղորդումներ տալ ծնողներին։ Եվ վերջին մեկ հարցին անդրադառնանք, որովհետև ուղղակի լսանից եւ հետաքրքիր է, աուտիզմ ունեցող դեռահասը կարող է որևէ մասնագիտություն, արհեստ կամ զբաղմունք սովորել եւ հետո իրացվել, թե ոչ։ Հնարավորինս կարճ պատասխանեք։ Իհարկե կարող է։ Հիմա բացատրեմ ինչու, քանի որ մենք կան որոշակի հաստատություններ, որոնք մեծ ջանքեր են
ներդնում, որովհետեւ աուտիզմ ունեցող դեռահասները կարողանան ձեռք բերել որևիցե մի մասնագիտական հմտություն, որը հնարավորություն կտա հետագայում այս երեխաներին եւ գումար վաստակել եւ աշխատանքի հնարավորություն ունենալ։ Եվ մեր դեռահասները շատ դեպքերում ունենում են որոշակի կարողություններ, որոնք շատ զարգացած են լինում, եւ եթե ժամանակին այդ կարողությունները եւ հետաքրքրությունները մենք շատ լավ ենք զարգացնում եւ այն դարձնում ենք մասնագիտական հմտություն, միանշանակ հնարավորությունը կա, որ երեխաները կարողանան ձեռք բերել որևէ մասնագիտություն եւ հետագայում ապահովել նաեւ իրենց աշխատանքով։ Շնորհակալություն, շատ հուսադրող էր, լավատեսական։ Մենք զրուցեցինք լոգոպեդ վարքային թերապիստ Աննա Հոսեփյանի հետ, կիրառական վարքային վերլուծություն ԿՎՎ, սա կհանդիպեք շատ, ահա այս ծրագրի վերաբերյալ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, մենք հուսամ կհանդիպենք ելի որևէ հետաքրքիր թեմայի շուրջ, ձեր մասնագիտական եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։